Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Երվանդ Մայր Հայաստան կուսակցության անդամ Երվանդ Բոզյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ինչպես միշտ շատ հետաքրքիր է պարոն Բոզյանի հետ քննարկել տարածաշրջանային մի շարք հարցեր, զարգացումներ, մենք դրանց մասին պարոն Բոզյանից խոստացա, որ անպայման պիտի խոսենք, որովհետեւ մեր հարևան երկիրը նորից կրակի մեջ է։ Երեք հակասական վերջին շրջանում տարբեր տիպի հայտարարություններ հնչեցին, հա բանակցում են, պայմանավորվում են, սանկցիաները հանում են, հետո պարզվեց, որ սանկցիաները չեն հանում, հետո պարզվեց, որ ամբողջությամբ ծրագիր կա ամբողջությամբ, որ Միացյալ Նահանգները իրենց վերահսկողության տակ կվերցնեն, հետո ոնց որ չստացվեց, հետո նորից հարձակումներ, 2 օր է նորից ռմբակոծում են, տարբեր թիրախավորել են, 3 նորից սպառնաց Թրամփը ասեց, եթե չպայմանավորվենք, ես ուրեմն կամուրջները կսկսեմ հերթով ավիրել, բայց հակառակ նաև Իրանական Իսլամական Հանրապետության կողմից էլ մենք տեսանք նաև հարևան երկրների բազաները նորից թիրախավորված արձակում են, այս հարցի հետ կապված կուզենայի ձեր կարծիքը, ինչ զարգացումներ եք տեսնում, փորձեմ մաքսիմալ կարճ ներկայացնեմ, խնդիրը տեսեք ինչի մեջ է, ուրեմն Տրամփի ձեռքերը կապված են, որտեղ ինքը 60 օր ուներ հնարավորություն պատերազմը ավարտելու մինչև մայիսի 1-ը այդ հնարավորությունը արդեն ինքը չունի, այսինքն լայնածավալ պատերազմի հնարավորություն չունի, բացի այդ հոկտեմբերին սպասվում է կոնգրեսի ընտրություններ, որտեղ հանրապետական կուսակցությունը պարտություն է կրելու, բոլորը գիտեն, որ պարտություն է կրելու, խնդիրը հետևյալն է, թե ինչ աստիճանի այդ պարտությունը լինելու, եւ բոլորի համար պարզ է, որ մոտավորապես 60-65% ամերիկացիների կտրականապես դեմ է, որ Միացյալ Նահանգները շարունակեն պատերազմը Իրանում, դրա համար Տրամփի վրա կա ճնշում հանրապետականների կողմից, որպեսզի պատերազմ չլինի։ Մյուս կողմից դրանից օգտվում է նաև Իրանի այսօրվա ղեկավարությունը, հասկանալը, որ Տրամփը ծանր վիճակի մեջ է, փորձում է ավելի կոշտացնել իր դիրքերը, Տրամփի նյարդերը չեն դիմանում, դրա համար Տրամփը այսպես ասած մեկ-մեկ այսպես ասած ռեակցիաներ է տալիս, բայց մեծ հաշվով մինչև հոկտեմբեր լայնածավալ պատերազմ չի լինի, որտեղ այդ պատերազմը կբերի Տրամփի վերջնական կործանմանը, ընդհանրապես հանրապետական կուսակցության կործանմանը, այլ խնդիր է, որ ընտրություններից հետո կարող է պատահի ինչ-որ պրոցեսներ նոր լինի արդեն, այդ ժամանակ արդեն դժվար կարելի ասել, բայց եթե դեմոկրատները մեծամասն ունենան կոնգրեսում, քիչ հավանական է, որ իրանք թույլ տան, որպեսզի Տրամփը շարունակի պատերազմը։ Այդ պարզ է իմ համար, մյուս կողմից այսինքն Իրանի Իսլամական Հանրապետությունը 4 ամիս կամ 3.5 ամիս ժամանակ ունի։ Բացի այդ 4 ամիս հետո էլ քիչ հավանական է, որ կոնգրեսը թույլ տա, որ պատերազմ շարունակի Տրամփը, որտեղ դեմոկրատների գլխավոր նպատակը ոչ թե Իրանի հետ պատերազմն է, Ուկրաինայում աջակցությունն է, այսինքն այնտեղ այդ խնդիրը կա, եւ այդ իմաստով Իրանում էլ կա երկու տեսակետ, կա արմատականների տեսակետ, որը քսիրն է ներկայացնում եւ այսպես ասած ավելի մեղմ բաների տեսակետ, որոնք փորձում են որոշակի ինչ-որ պայմանավորությունների գալ, իսկ արմատականներն ասում են, որ քանի որ Տրամփը ծանր վիճակի մեջ է, հետո էլ Տրամփի ինքը խափում է, միշտ հնարավոր չէ այդ բանը։ Ավելի շատ դա են ասում, որ խափում է, ժամանակ է շահում եւ միևնույն է սալինելու։ Եվ բացի այդ ամերիկացիները փաստացի մի քանի շերտանոց ղեկավարություն ոչնչացրեցին Իրանում եւ հոգեբանորեն այդ ժողովրդի մոտ շատ դժվար է համոզել, որ պետք է այդ երկրի հետ ինչ-որ բան կարելի է պայմանավորվել։ Մյուս կողմից սոցիալ-տնտեսական վիճակը բավականին ծանր է Իրանում եւ բոլորը ուզում են, որպեսզի այդ սանկցիաները վերանան եւ պեսի Իրանը կարողանա նավթ ծախել, բան։ Այսինքն այստեղ շատ քաոսային վիճակ է, այդ քաոսի մեջ եւ Տրամփն է չի կարողանում կողմնորոշվի թե ոնց անի որ կարողանա եւ Իրանում կա հակասություն թե ինչպես իր քորոշում ունենալ։ Այդ քաոսի արդյունքում մենք տեսնում ենք այս ամեն ինչը։ Մի կողմից պատերազմ չկա, մյուս կողմից կան հատվածային ռմբակոծություններ, մի կողմից բոլորի համար պարզ է, որ երկարաժամկետ պատերազմ չի լինելու, մյուս կողմից էլ բոլորի համար պարզ է, որ երկարաժամկետ խաղաղություն չի լինելու։ Սա է իրականությունը։ Իսկ Թրիպի հետ կապված իրենց խիստ հայտարարությունները արդյոք իսկապես այդպես ռեալ կոնկրետ քայլերի գործողությունների կգնան, թե միայն առայժմ, այսպես ասեմ, հայտարարությունների մակարդակով է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, որ եթե դա գործի, դա մեր դեմ է, մենք անպայման ինչպես մյուս բաներում կթիրախավորենք, կլինի դա դեռ քանի որ սահմանային վիճակի մեջ է գաղափար է դեռ մնացել։ Իրանը փորձում է այսպես ասած ձեռնպամանալ ինչ-որ կտրուկ քայլերից կամ գործողություններից։ Դրա համար իրենք սպասելու են տեսնեն թե ինչ է ներկայացնում Տրիպը, հետո արդեն վերջնական որ հետո դայից կախված կլինի նաև իրենց ու ամերիկացիների հարաբերությունները ինչպեսին կլինի։ Այս ամեն ինչը սա շահկապված է իրար հետ։ Եվ այդ իմաստով լուրջ մտածել որ Տրիպի հետ կապված ինչ-որ Իրանը կարող է ինչ-որ բան քայլեր անել, ես չեմ հավատում։ Շատ լավ եւ նաեւ հիմա լարվածությունը շատ մեծացել է, ինչպես տեսնում ենք, ռմբակոծություններ նաեւ եւ դա շարունակվում է Կիևի եւ ոչ միայն
այլ քաղաքների ուղղությամբ եւ նաեւ հակադարձ, տեսեք, այսինքն ինչ մարտավարություն է վերցրել արևմուտքը, ծիծաղելի ասել Ուկրաինան, ակնհայտ ասել արևմուտքը թիրախավորված արդեն խորքերն է, հարվածում Ռուսաստանի Դաշնության եւ այդպիսի բան գերտերությունը նավթային, գազային այսօր արդեն բենզինի եւ այլ միացյալ Ռուսաստանի 20 մոտավորապես 25 նավթամշակման գործարաններից 23-ը շարքից դուրս են եկել, այսինքն այդ հսկայական երկրում ընդհանրապես 2 նավթամշակման գործարան է մնացել, որ աշխատում է, դա նշանակում է, որ բենզինի սուր ճգնաժամ կա այդ երկրում, դա հասկանալի վիճակ է։ Մյուս կողմից էլ նույն վիճակը Ուկրաինայում է, այնտեղ էլ ընդհանրապես ոչ մի բան գործարան չի մնացել, այնտեղ նույն ճգնաժամը այնտեղ է, բայց այս բռնկումը առաջ եկավ այն բանից հետո, երբ որ Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Անկորիջում ոչ մի համաձայնագիր չի եկել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, այսինքն դա նշանակում է, որ Տրամփի եւ Պուտինի հանդիպումը Անկորիջում ըստ էության անուղակի մակարդակով ամերիկացիները Մարկո Ռուբիոյի լեզվով մանով շուրթերով ասում են, որ այսպես ասած cancel ենք անում, ինչը նյարդայնացել է Ռուսաստանի։ Ռուսաստանն ասում է, թե cancel եք անում, ուրեմն մենք նոր տարածքներ կգրավենք եւ շատ ակտիվ արդեն սկսել են ռազմական գործողություններ Ուկրաինայի դեմ։ Մյուս կողմից արևմուտքը, եվրոպական երկրները որպեսզի կարողանան կանգնեցնել, հիմա ամեն ինչ անում են ձեռու ոտեն ընկած, որպեսզի Ուկրաինայի մաքսիմալ փորձեն աջակցեն, որպեսզի Ուկրաինան կարողանա դիմակայի այդ հարձակումներին։ Հույս ունենալով, որ այս կոնգրեսի ընտրություններից հետո դեմոկրատները որ ուժեղանան կոնգրեսում, ամերիկացիների օգնությունը Ուկրաինային շեշտակի կմեծանա եւ այդ հույսով են իրանք ապրում։ Այսինքն հիմա արևմուտքում մարդիկ ապրում են ամիսից ամսից հույսերով, թե ինչպես անեն, որ կանգնացնեն, այսպես ասած, Ռուսաստանի առաջ խաղացումը Ուկրաինայում։ Սա իրանց գլխավոր խնդիրը սա է դարձել։ Բայց մյուս կողմից էլ ես ասեմ ձեզ, որ նույն եվրոպական երկրներում առաջ է գալիս հանրային այն կարծիքը, որ այս ճանապարհը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ եւ դա սպառնում է ընդհանրապես աշխարհին, նաեւ Եվրոպական միությանը։ Եվրոպական միության ժողովուրդների կենսամակարդակը անգամներով անկում է ապրել, ասենք նույն Գերմանիան, որը Եվրոպայի շարժիչ ուժն է, չէ, կոպիտ ասած, այնտեղ մեքենաշինությունը ճգնաժամի մեջ է ապրում, ընդհանրապես էկոնոմիկան խորը ճգնաժամի մեջ է ապրում։ Ասեմ դες IMF-ի կանխատեսումներով մինչև 31 թվականը եվրոպական երկրների տնտեսական աճը կազմելու է 1.2%, մինչդեռ համաշխարհային միջին տնտեսական աճը կազմելու է 3.2%։ Դա ինչ է նշանակում, որ Չինաստանը, չգիտեմ, Հարավային Կորեան, Մալազիան, Հնդկաստանի տնտեսական աճերի արդյունքում իրանք էլ ավելի մեծ նիշա են վերցնելու էկոնոմիկայի մեջ, եվրոպական երկրների նիշան փոքրանալու է, այսինքն այդ ժողովուրդների կենսամակարդակը անկում է ապրելու, բայց այդ անկում ապրելու ժամանակ այդ մարդիկ ոնց բացատրեն։ Պետք է բացատրեն, որ պատերազմը Ռուսաստանի պատճառով է, այսինքն մինչև արտաքին թշնամի պետք է մանգան, որպեսզի սեփական ժողովրդին բացատրեն, թե ինչ է բանը։ Բայց այնպեսի քարոզ է գնում ռուսակ, որ հիմա հարձակվում է, հիմա հարձակվում է, հարձակվում է, սա, այսինքն այդ Եվրոպան այդ քարոզի տակ պատճառը շատ պարզ է, որովհետև եվրոպական էկոնոմիկան կատաստրոֆայի առաջ է կանգնած։ Շատ, ասենք Ֆրանսիայի պարտքը էկոնոմիկայի հնայի 115% է կազմում։ Պատկերացնեք 115%։ Մեր մոտ 50%-ի կարգ է, մենք աղմուկ ենք անում։ Ես մոտ 115%, այսինքն այդ երկիրը ապրում է պարտքով։ Դուք հասկանում եք, ընդ որում Ֆրանսիան Գերմանիա չի, Միացյալ Նահանգներ չի, բան չի, ինքը չունի այն հիմնարար ճյուղեր էկոնոմիկայի, որով ինքը կարողանա ապրել։ Ինքը խորտակվող նավ է իրանից ներկայացնում Ֆրանսիան։ Ել չեմ ասում Իտալիայի մասին, ել չեմ ասում Իսպանիայի մասին, ել չեմ ասում մյուս երկրների մասին, հարավային երկրների մասին հատկապես, հա։ Իրենք որպեսի իրենց ժողովրդների կենսամակարդակը անկում է ապրում։ Իրական պատճառը ինչի մեջ է։ Իրական պատճառը կայում է նրա մեջ, որ Չինաստանի, Հնդկաստանի բանը աշխատուժի բանը գինը ավելի ցածր է, իրենք ավելի մրցունակ էկոնոմիկային ներկայացնում ապրանքներ են տանում, քան իրենք, եւ դրա արդյունքում իրենք հաջողություն են արձանագրում, բայց Ֆրանսիայի կառավարությունը չի կարող Ֆրանսիայի բանվորի աշխատավարձը իջեցնել Չինաստանի մակարդակին։ Դա համար ինքը պետք է հնարի իր համար թշնամին հնարում է, բայց քանի որ Ֆրանսիայում էլ կան ողջամիտ շրջանակներ, որոնք հասկանում են, որ դա խաբեություն է, այդ ողջամիտ շրջանակները կամաց վարկանիշը բարձր մնաք Լեպենի կուսակցության վարկանիշը մոտավորապես 35-ից 40%։ Դե միշտ այդպես է բարձրանում, բայց ընտրություններին այնպես է վախեցնում, բոլորը գնում են խելակորուս Մակրոնին կամ Մակրոնի նմաններին։ Բոլոր կանխատեսումները ցույց են տալիս, որ գալիք տարվա 27 թվականի նախագահական ընտրություններում Լեպենի հաղթանակի հավանականությունը շատ մեծ է։ Չնայած նախորդ անգամ էին ասում, տեսեք, ես դրա համար եմ ասում, դուք հաշվի չեք առնում տենդենսը կայանում է նրանում, որ փաստացի տեսեք, բանը այլընտրանքը Գերմանիայի համար բանը ուժի 41% է կազմի արդեն։ 41%, այսինքն
1 տարի անց, 2 տարի անց այդ կուսակցությունները դառնալ են իշխող ուժ։ Նույնը կարելի ասել Նայջել Ֆարաջի կուսակցությունը Մեծ Բրիտանիայում։ Այսինքն այդ հին կուսակցությունների մակարդակը, որոնք իրենց ժողովրդների մակարդակը իջնելու պատճառով արտաքին թշնամի են գտնում իդեմս Ռուսաստանի, որպեսզի կարողանան հիմնավորեն թե ինչի են երկրի մակարդակը իջնում, իրենց վարկանիշը անկում է ապրել ֆունդամենտալ մակարդակով եւ ըստ էության այսօրվա ԵՄ-ի կենտրոնական կառույցը, ֆոն դեր Լայենը, Կալասը, բան չէ, դրանք էլ են փաստացի որպեսզի գոյատևեն, իրենց համար արտաքին թշնամի է պետք։ Այդ արտաքին թշնամու գաղափարի հիման վրա է, որ իրենք կարող են խաբեն մարդկանց, որպեսզի այդ ժողովրդի մակարդակը իջնելու մեղադրեն ոչ թե իրենց, այլ դրսի մարդկանց վրա։ Համենայնպես 4 տարի, 5 տարի Միացյալ Նահանգներում Տրամպի հաջողության արդյունքում Տրամպը կարողացավ փոխել, կոտրել այդ միտումը Միացյալ Նահանգների հասարակության մեջ, բայց իր քայլերը Իրանի նկատմամբ, Վենեսուելայի նկատմամբ բան վարկանիշի իջացրեց, ցավոք սրտի եմ ասում, արդյունքում հիմա այնտեղ նորից կարող է պետք դեմոկրատների տենդենսը գա եւ շատ վատ տենդենս կլինի ամբողջ աշխարհի համար։ Շատ լավ, հիմա երեք դուք երեք է, չէ, այո, երեք մի խումբ իրավապանների, իրավապաշտպանների հետ հայտարարեցիք, որ հանձնաժողով եք ստեղծում, պարզ է նպատակը որն է, երկրում շարունակում է ավտորիտար, չգիտեմ, բռնապետական անգամ կարելի ասել այսպես, բռնապետությունը թևածում է ամենուր, եթե դու քիչ առաջ այստեղ հյուր ունենք, շատ ճիշտ է ներկայացնում, եթե դու պատրաստ չես իրենց հետ համագործակցելու, լռելու, ապա քեզ կստի ուրեմն առաջին հերթին նախ միանգամից կզրկեն աշխատանքից, մենք տեսնում ենք այդպիսի բաներ, տան անդամներդ կզրկեն, իսկ եթե դու հանկարծ խիզախում ունես որոշակի հակառակ կարծիք հայտնելու, պարզապես կհայտնվես բանտում։ Հիմա տեսեք թե ինչ արեցին Անդրանիկ Թևանյանի հետ, Արեգնաս Մանուկյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, էլ չեմ ասում մնացած բոլոր ուժեղ Հայաստանից շարունակում են 50-ից ավելի քաղբանտարկյալներն եւ ոչ միայն։ Հիմա այսօր Աշոտ Երկաթի մասին ենք մոռացել, տեսեք ինչքան մարդիկ կա, ովքեր որ պատրաստ չեն, այսպես ասեմ, երկիրը հանձնելու, փաստորեն տեսեք, մարդը շարունակում է, այս բռնապետական իր քայլերը, որպեսզի մեր հասարակությունն հասկանա ընդհանրապես ինչի հենց հիմա որոշեցինք այդ հանձնախումբը ստեղծել, իսկ ինչի նախկինում չէր ստեղծվում, ինչի նախկինում այդ խնդրեմը կար, չէ, բայց հիմա ավելի ակտուալ է դարձել։ Տեսեք, ընդհանրապես բռնաճնշումները, քաղբանտարկյալների խնդիրը Հայաստանը իր հիմնադրվանից 91 թվականից այսքան միշտ եղել է, այդ խնդրեմը եղել է։ Տենց չի որ ոչ մի անգամ չի եղել, նոր ենք հայտնաբերում նման բան, չէ, բայց այսօրվա այս ժամանակահատվածի բռնաճնշումները անգամներով ավելի շատ են, քան նախկինում։ Հիմա շատերը կասեն, բայց ապացույցի վրա այդպես է։ Հիմա ես փորձեմ ապացուցել, որ անգամներով ավելի շատ է։ Տեսեք, նախկին 3 նախագահների կառավարման ժամանակ երկիրը վարում էր քիչ թե շատ բալանսավորված քաղաքականություն Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ։ Այսինքն Հայաստանը մանրադրամ չէր, ոչ Արևմուտքի դեմ էր, ոչ Ռուսաստանի դեմ էր։ Այսինքն Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում էին Հայաստանում իրենց ազդեցության համար, բայց բոլորն էլ հասկանում էին, որ Հայաստանը պատրաստ չէ որևէ մեկի դեմ ակտիվ աշխատել, հա։ Դրա արդյունքում քանի որ այդպես էր, Արևմուտքը չէր դիտարկում այն ժամանակվա ղեկավարներն իրենց դրածոներին, հասկանում եք, չէ՞, ինչ նախնդիր։ Այսինքն քանի որ դրածոներ չէին, երբ որ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը կամ Սարգսյանը ինչ-որ քայլեր էին կատարում, ասենք դեմոկրատական համակարգի ճնշման բան, միանգամից արձագանք գալիս էր Արևմուտքից, ասում էին, թե դուք սխալ եք անում մարդկանց, չի կարելի մարդունակներ ճշտել, ստեղի տեղական հիմնադրումներն էին հայտարարություններով հանդես գալի եւ զսպում էին այդ process-ը, հասկանում եք, չէ՞, ինչ նախնդիր։ Այսինքն այդպես էր խաղի կանոնը, այսինքն Արևմուտքը համարում էր փորձում էր աշխատել այն ժամանակվա Հայաստանի ղեկավարների հետ, բայց փորձում էր, որ այդ ղեկավարները հանգարց եթե ինչ-որ քայլեր գնային, ավելի կոպիտ քայլերի գնային մարդունակների հետ կապված, միանգամից արձագանքում էր, որտեվ ինքը շահ չուներ այս մարդկանց պաշտպանելու։ Միգուցե արձագանքում էր նաև իրենց շահերի տեսակետից կամ նաև անկեղծ էր արձագանք, արդեն մեկնաբանությունների հարց էր։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Հայաստանի ղեկավարը դարձել է Արևմուտքի մարդը։ Այսինքն ինքը ընկալում է ոչ թե ինչ-որ բալանսավորված կոմպրոմիսային քաղաքականություն է վարում Ռուսաստանի արևմուտքը, այլ ինքը համարում է Արևմուտքի մարդը, Արևմուտքը ասում է սա մեր համար պատմական շանս է, եւ այս մարդուն մենք պետք է մինչեւ վերջ աջակցենք, եթե ինքը Հայաստանը տանի Ռուսաստանի ազդեցությունը թույլատնելու ճանապարհով։ Ինքը ասում է, որ ես տանելու եմ թույլատնելու ճանապարհով։ Ֆոն դեր Լայենի հանդիպան ժամանակ էլ ասեց, որ 2013 թվականի պատմություն չի կրկնվելու, հիշում եք այդ բանը ասեց, չէ՞։
Դա նշանակում է դա մեսեջեր, որ իրեն պետք է անվերապահ աջակցել։ Բայց քանի որ ինքը ունի խնդրեմ, ընտրությունների կապված խնդիր կա, կեղծիքների կամ բան կան, չէ, ինքը քանի որ ունի ներքին լեգիտիմություն, արտաքին լեգիտիմության պահանջ ունի ինքը։ Դա համար ֆոն դեր Լայենին, Կալասին խնդրում է ասում է ինձ աջակցեք դրսից, որպեսզի ես կոմպենսացնեմ իմ ներքին լեգիտիմության պակասը, հա։ Ինչ անշնորհքում աջակցեք, ասում է հետևելը, քանի որ ես այս մարդկանց պետքա բռնաճնշումներ իրականացնեմ, ինձ հիմնավորեք, որ ես այդ բռնաճնշումները ոչ թե դատապարտեք կամ զսպեք, այլ խրախուսեք։ Իրանք էլ ասում են մենք պատրաստ ենք խրախուսել։ Ստեղծված է գաղափար, որ քանի որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է տանում Հայաստանի դեմ, Հայաստանը իրավունք ունի հիբրիդային պատասխաններ տալ Ռուսաստանին։ Այդ հիբրիդային պատասխանների տակ ընկալվում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որ այսօրվա իշխանության հակառակորդներն են, բոլորին հայտարարում են Ռուսաստանի ներկայացուցիչներ եւ բոլորին ստանում են լեգիտիմ իրավունք ճնշելու, ձերբակալելու, կանոնավորելու, ճնշելու։ Բայց դա նշանակում է, որ ցանկացածին իմիջիալուս մենք հիշում եք մի քանի ամիս առաջ էինք խոսում սրա մասին, որ պատահական չի, որ ինքը այս հիբրիդային բառը գցել է, իբրև թե ռուսները եկել են այդտեղ ինչ-որ բան, կոնկրետ Արևմուտք ու Եվրոպան խորհուրդը տվել են, թե ինքը այնքան խորամանկ է, շատ լավ հասկացավ, որ վերջնական Արևմուտքը ինձ տա ձեռքերս բացի եւ ասի ազատ թողնի, ասի ինչ ուզում ես արա, ես հռչակում եմ հիբրիդային պատերազմ, այդ պարագայում բոլոր նրանք, ովքեր որ կնդիմախոս են, ես հայտարարում եմ ինքը գործակալը, հայտարարում եմ հիբրիդային պատերազմ, տանում եմ, գիտեք ինչ է, մի քիչ Եվրոպայում ինքը մոլորեցից, բայց ես ամեն ինչ իրանց սրտով եմ, որտեղ իրենք էլ ուզում էին, որ եվրոպացիները շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում։ Այո, վստահ եմ։ Իրենք ասում են դու անում ես, մենք դու տալիս ես ստացել ես կարտ բլանշ անելու, մի պայմանով դու պետք է Ռուսաստանից ազդեցությունը անգամներով թույլատնես, Հայաստանը մտցնես մեր ազդեցության տակ։ Մեր ազդեցության տակ նշանակում է նաև Թուրքիայի ազդեցության տակ, որտեղ Եվրոպան չունի սահման Հայաստանի հետ։ Այսինքն այս քաղաքականությունը արդեն որոշված է եւ հռչակված է արդեն։ Եվ քանի որ հռչակված է, ինքը քանի որ նախկին ղեկավարները չունեն այդ կարտ բլանշը մեծ ռեպրեսիաներ անելու, իրենք չէին անում դա։ Մի կողմ թողնենք թե իրանք լավն են թե վատն են։ Իրենք խոսքի համարում են դա տեսել եք։ Մի ինչ որ ընդդիմախոսի փակել են, տերորիստական գործողություն ա եղել, դրանից առաջ էլ մարտի 1-ին ահաբեկչական բաներ ա եղել, այդպիսի բան չի եղել երբեք Հայաստանում։ Դրա համար եմ ասում, իրանք նույնիսկ եթե ուզենային, չէին կարող դա անեն, որտեղ իրանք զսպում էր։ Չեմ ուզում մեկնաբանեմ իրենք լավն էին թե վատ։ Իհարկե լավն էին եւ համեմատելու չի։ Անժելա ջան, հասարակի մեջ տարբեր գնահատականներ կան։ Ես արի վերանանք այդ գնահատականները, ասում եմ հետեւել է, այդ մարդիկ չեն արել դա։ Եթե ինչու չեն արել։ Չեն ուզեցել, լավն էին կամ չեն կարացի անել։ Դա բայց փաստ արձանագրում որ չեն կարացի անել, չեն արել։ Սա անում է։ Քանի որ սա անում է եւ ճունի Հայաստանը այսօր առաջին անգամ մնացել է անպաշտպան։ Մի հատ ուրիշ կարևոր բան, ոչ միայն, չէ, ես էլ ասենք, էլի կապված է Նիկոլի հետ։ Ոչ միայն իրենք չէին արգելում, այլ ըստ Միքայել Մինասյանի մի հատ էլ փող էին տալիս, որ ընդդիմադիր լրատվամիջոց կոչեցյալ Նիկոլը կարողանար փող աշխատել, թերթը տպել։ Դա էլ հրապարակային ասել է։ Անցնենք այդ երկրորդական, երրորդական չի, եթե ինքը բանից խոսում։ Ես ավելի առարկայական բան եմ ուզում ասեմ։ Առարկայականը նույնիսկ եմ ասում, եկեք մենք կենտրոնական խնդիրները տարբերենք երկրորդական խնդիրներից։ Կենտրոնական խնդիրը կան նրան մեջ, որ Հայաստանը մնացել է անպաշտպան։ Այս քայլերի դիմաց ոչ մի խոչընդոտ չի մնացել։ Խոչընդոտ չկա, այսինքն Հայաստանում գործող մարդու իրավունքների հիմնադրամները իրանք շահկապված են արևմտյան համապատասխան կառույցների հետ եւ հրանք չեն ստացել որպեսզի այդ խնդիրը լուծեն։ Այն ինչ որ նախինում արել են։ Հիմա դրա համար այդ շրջանակները փաստացի լուր են եւ ըստ մեկ անգամ ապացուցում է ինձ, որ փաստացի մենք կանգնած ենք լրիվ անպաշտպան վիճակի մեջ։ Դրա արդյունքում ըստ էության իշխանությունը ստացել է ինդուլգենցիա, բոլորին ինչ ուզի անի։ Անդրանիկ Թեմանյանին ձերբակալեցին, անունը դրեցին պետական դավաճանություն։ Արմեն Աշոտյանին ձերբակալեցին, անունը դրեցին կոռուպցիա։ Չգիտեմ, ասենք Չալաբյանին ձերբակալեցին, անունը դրեցին, ես չեմ էլ հիշում թե ինչ են անունը դրել։ Ծառուկյանին ձերբակալեցին, էլի ինչ որ բազմաթիվ ինչ որ բաներ դրեցին, որը շատ ծիծաղել է։ Ծիծաղել է, հետո փաստաբանը ներկայացրեց, որ այդ անձանց համար իբրև թե բան Իրանի Իսլամական Հանրապետության դատարանը որոշել է, որ այդ մարդը պիտի վճարի Գագիկ Ծառուկյանին 14.5 միլիոն չի վճարել, այսինքն հանցակազմը կա։ Արեգնազ Մանուկյանին կանոնավորեցին հայտնի գործի շրջանակներում, էլի հայտնի։ Էլի Գեղամ Մանուկյանը դրա պատասխանը տվեց անցած անգամ։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, բայց մենակ իրանք չէ, բազմաթիվ մարդկանց էլ Դավիթ Ղազինյանին ձերբակալեցին, էլի անհասկանալի ինչ-որ բաներով։ Մի քանի 100 մարդ այս պայծրությամբ անցնում է։ Ավելին կարամ ասեմ, փաստաբանների գնահատականներով հազարներ են անցնում արդեն։ Տարբեր տիպի կարգավիճ հազարներով են անցնում,
Պարզապես բանտերում արդեն տեղ չկա, որպեսի մարդիկ բանանեն։ Սա այսպիսի իրավիճակ Հայաստանի պատմության մեջ չեղավ, բայց հիշենք, թե ինչպես ստացվեց դա։ 18 թվականին, երբ որ մարդիկ մեծ ողջավորությամբ Նիկոլ Փաշինյանին ընտրեցին վարչապետ, չէ՞, տեսեք, դեմոկրատիայի դասական օրենքներից է այն է, որ դեմոկրատիան դա այն է, որ իշխանության մեջ պետք է լինի իշխանությունների տարանջատում, գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության, դատական իշխանության։ Իրենք պետք է անկախ լինեն, իրարից անկախ մեկ մյուսի չկարողանա ճնշել։ Հիմա 18 թվականի, երբ որ ինքը եկավ իշխանության, կարճ ժամանակ անց արտահայտ ընտրություններից արդյունքում օրենսդիր մարմինը իր տակ վերցրեց։ Հիշում եք այդ պատմությունը։ Գործադիրն ու օրենսդիրը միաձուլվեցին, փաստացի մեկ մարդը կառավարեց եւ օրենսդիրը եւ գործադիրը։ Ու ասում էր ես եմ որոշողը։ Հաջորդ քայլը դատարանները ասում են, որ քանի որ դրանք սաղ կոռումպացված են, նախկիններ բանեվալեն, հիշում եք, շրջափակեցին դատարանները եւ փաստացի դատարանները ճնշում արեցին եւ հիմա դատարանները ամբողջովին անցան իրաց տակ։ Հաջորդ քայլը սահմանադրական դատարաններ, հիշում եք, այն ժամանակվա նախագահն ասում էր, որ ես ստեղ սահմանադրական դատարանում պաշտպանում եմ Ղարաբաղի հրամատն եմ պահում, հիշում եք, շատերը չէին հասկանում, թե ինչ էր ասում Հրայրը Թովմասյան, բայց հիմա են գոնե հասկացել, որ այդ մարդը փաստացի ինքը սահմանադրական դատարանի անկախությունն էր պաշտպանում, որպես այդ սահմանադրական դատարանը լիներ այն ժամանակվա այդ ունենալ, մենք հաստատ հիմա բարգավաճը 5% անցած կլներ, 4% անցած կլներ։ Հաստատ մենք այս բռնաճնշումների վրա, իդեպ ասենք բռնաճնշումների պարագայում սահմանադրական դատարանը իրանք ունի նաև մասնավոր անձանց խնդիրները բանալի։ Այսինքն հիմա հասկացաք ինչի հարձակվեց սահմանադրական դատարանի բոլոր դատավորների վրա եւ այսօր բերել է նախագահի իր բարեկամների վրա, բաների վրա։ Այդ ամեն ինչը դատավորների վրա, բոլորին հեռացրեց, չէ՞։ Հիմա փաստացի տեսեք գործադիր իշխանությունը իր ձեռի տակ է, օրենսդիրը իր ձեռի տակ է, դատարանները իր ձեռի տակ է, սահմանադրական դատարանը իր ձեռի տակ է, ինչ է մնացել։ Մնացել է փաստաբանական համակարգը, սեփականաշնորհը եւ լրատվամիջոցները, չէ՞։ Հիմա փաստացի, եթե փաստաբանական համակարգն էլ ձեռի տակ վերցնի, իսկ փաստաբաններ չլինեն, պետությունը նշանակի փաստաբաններ շինծու բաներով, չէ՞։ Դա կլինի արդեն վերջը։ Կմնան վերջնականապես արդեն լրատվամիջոցները, դրանից հետո արդեն Հայաստանը կդառնա Հյուսիսային Կորեա։ Հայաստանը կդառնա Հյուսիսային Կորեա։ Գոյությունը դառնալու է անիմաստ։ Եթե մարդը մտածում է գա մի բառ ասի, դրանից հետո գնալու են կալանավորել, ձերբակալեն, էլ ինչի մասին է խոսքը։ Հիմա դրա համար, որպեսզի մենք կարողանանք կանխենք այս ամենը, ես պարզ ասեմ Հայաստանի քաղաքական դաշտից ես ոչ մի սպասում չունեմ։ Չեմ ուզում փակագծերը բացեմ, թե ինչի սպասում չունեմ։ Ես բազմաթիվ անգամ կոմոտել անալիզ եմ արել, թե ինչ էր պետք, որպեսզի կարողանար բանալ, բայց դա չգնաց այդ ճանապարհով, թե ինչի չգնաց process-ը այդ ճանապարհով, դա առանձին խնդիր է, ես կարծում եմ, որ այս փուլում իմաստ չունի, որ մենք դրա մասին խոսենք, բայց իմ համար ակնհայտ է, որ այս քաղաքական դաշտով որևէ շանս չկա դիմակայելու այս process-ներին, որևէ շանս չկա, ոչ իշխանապողության, ոչ նույնիսկ զսպման, ոչ մի բան, որտեվ այդ մարդկանց մտածողությունն ու պատկերացումները այլ են։ Իրանք չեն համապատասխանում ժամանակից պատկերացումներին, թե ինչպես կարելի է բան անել։ Դրա համար հիմա ես չեմ ուզում դրա։ Քանի որ քաղաքական դաշտի սպասում չկա, մնացել է մի բան՝ զսպել այս իշխանության ախորժակները մարդկանց կալանավորելու ձերբակալելու հարցում։ Դրա համար մենք ինչ ենք, մենք ստեղծել ենք այդ հանձնախումբը, այդ հանձնախումբը ստեղծելուց հետո մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ հանձնախմբով կարողանանք այսպես ասած առաջարկություններ ներկայացնել, առաջարկություններ տանել ասենք դեսպանատներին ցույց տալու, այսինքն լակմուսի թուղթ։ Դուք պետք է արտահայտեք ձեր դիրքորոշումը։ Դուք աջակցում եք այս process-ը, թե չեք աջակցում։ Դուք չեք կարող լռեք։ Մենք թույլ չենք տալու իրենց լռությունը շարունակվի։ Հաջորդը միջազգային բաներում շատ կազմակերպություններ կան։ Մենակ Amnesty International-ի կամ Human Rights Watch-ը չի, տարբեր կա։ Հիմա մենք նաև միջազգային բոլոր կառույցներին ներկայացնում ենք Հայաստանի իրավիճակը։ Եվ այդտեղ արդեն այն կազմակերպությունները, որոնք ֆորմալ պաշտոնապես Բրյուսելի հետ կոորդինացված աշխատում են, իրանք կանգնելու են խայտարակության առաջ։ Կամ պետքա հաստատեն այս իրավիճակը, կամ պետքա խայտարակվեն։ Ուրիշ տարբերակ չկա, չէ՞։ Եվ դա արդեն կստիպի, որ Բրյուսելի այսօրվա բյուրոկրատիան, որը անվերապահ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, ինքնանք էլ կարողանան որոշակի ինչ-որ զսպով դեր կատարեն։ Ուրիշ տարբերակ չկա, Անժելա, ես հավաստիացնում եմ, Հայաստանում եթե մենք այս process-ը չտանանք, Հայաստանը ուղիղ 1 տարի հետո դառնալու է Հյուսիսային Կորեա։ Դուք ուղղակի չեք պատկերացնում։ Բայց դուք ինքներդ ասում եք, որ ավտորիտար համակարգ նրանք կարողանում են պահել, որտեղ ազգային հենք կա, բայց այս իշխանությունը ապազգային է։ Դուք եք հիմնավորում, որ ապազգային իշխանությունը չի կարող։ Տեսեք, ճիշտ է ասում։ Նրանք նաև ունեն ռեսուրսներ, լավ, այս ռեսուրսները, ասենք Էրդողանը տալիս է, ինչ որ բաներ։ Երկարաժամկետ իմաստով ինքը չի կարող պայթունա լինելու։ Բայց դրա պայթունի արդյունքում պետությունն է փլվելու։
Սենց ինքը կարա ինքը կարա 1.5 տարի պահի սենց։ Հետո արդեն քանի որ ինքը ստանում է այդ լեգիտիմությունը դրսից, իրան ասում են դες քայլը կատարի, չէ՞։ Ցանկացած քայլ բերելու է պետության փլուզման։ Այդ պետության փլուզման արդյունքում մենք պատրաստ ենք պետության փլուզման արդյունքում։ Դե մենք մեր ժողովրդին բայց դե չենք բացատրում դա։ Մենք այդ մեր ժողովրդին չենք բացատրում։ Հիմա ժողովուրդը, տեսեք, մի հատ բան ասեմ, էլի ժողովուրդը մեղավոր չի, որտեղ ժողովուրդը ուզում էր այլընտրանք, այդ այլընտրանքը չտեսավ։ Ուզում էր այլընտրանքը չտեսավ։ Ես չեմ ուզում փակագծեր բացեմ։ Այս ժողովրդի մեծ մասը մերժել է այս իշխանությանը, բայց չի տեսել այլընտրանք, չի կարացել։ Երևանի ընտրություններում մերժել է, Գյումրիում մերժել է, Վանաձորում մերժել է, Մասիսում մերժել է։ Չէ՞ թող իմանա, որ այս իսկապես Էջմիածնում մերժել է, այս ընտրություններում մերժել է։ Դրա համար մենք չանդրադառնանք այդ խնդրին, սա քաղաքական վերնախավի որակի հարցն է։ Ես ասենց ուրիշ բան չեմ կարող ասեմ, բայց հիմա անցնենք առաջ։ Քաղաքական վերնախավն է ժողովրդից է ծնում, էլի քաղաքական վերնախավը ոտից է գալիս։ Որտեղից է ծնվում քաղաքական վերնախավը։ Լավ, հիմա եկեք առանձին խնդիր է սա։ Ամերիկյան ժողովրդի մակարդակը այնքան ցածր է, բայց ամերիկյան վերնախավի մակարդակը շատ բարձր է։ Որ դուք անալիզները կարդաք ընդհանրապես 1000 տարի ինստիտուտներ են ձևավորել։ Այդ ինստիտուտները կան, այդ ինստիտուտները։ Դրա համար եմ ասում, ամերիկյան վերնախավի եւ ժողովրդի մեջ կա մեծ անջրպետ։ Որովհետեւ ասեցի, պետությունը ա եղել, պետությունը ինստիտուտները ձևավորել։ Երկրներում էլ է։ Էլի պետությունը ա եղել եւ ինստիտուտները ձևավորել։ Ինստիտուտները չկան։ Հիմա քանի որ չկա, պետությունը չի եղել։ Հիմա ի վերջո Հայաստանում իշխանության գլխավոր աղբյուրը դա ժողովուրդն է։ Մենք պետքա, բայց հիմա մենք քանի որ չունենք համապատասխան վերնախավ, որպեսզի կարողանանք այդ ժողովրդի աղբյուրի միջոցով իշխանապողություն անենք, չկա այդպիսի վերնախավ, այդ գիտակցությունը պատկերացումը չկա։ Մենք կանգնած ենք վտանգավոր խնդրի առաջ, որովհետև այս իշխանությունը օգտվելով այս իրավիճակից շարունակելու է այս բանը իր բանը աշխատացնել, բռնապետական համակարգի խավիկը աշխատացնել, որի բանը կանխման համար պետք է արդեն այլ կառույցների հետ համագործակցություն, միջազգային կառույցների հետ համագործակցություն, որպեսզի միջազգային կառույցների միջոցով կարողանանք զսպենք այս process-ը։ Եթե մենք չզսպեցինք, նույնիսկ տարի ու կես հետո դուք Հայաստանը աներևակայելի փոխվելու է, դուք չեք պատկերացնում։ Աներևակայելի է փոխվելու։ Մենք հիշել ենք խորհրդային միության ժամանակները։ Դուք չեք պատկերացնում, մենք գնում ենք այդ ճանապարհով։ Խորհրդային միության ժամանակներում կար անվտանգություն, կար բան, ես խորհրդային միության ժամանակները նկատի ունեմ քաղաքական համակարգի մասին է խոսքը։ Հա, խորհրդային միության ժամանակների չեմ ասում այլ բան, քաղաքական համակարգ, Հյուսիսային Կորեա, ասենց ասեմ, որպեսզի պարզ լինի։ Այսինքն մենք, եթե մենք հիմա չկարողանանք կանխենք այս process-ը, համար եմ ասում, այս հանձնախմբի ստեղծման գլխավոր պատճառը դա է եղել։ Եվ եթե նկատել եք այս հանձնախմբի մեջ շատ տարբեր հայացքներով մարդիկ են եկել, տարբեր քաղաքական հոսանքներից մարդիկ, որը շատ կարևոր է, որովհետև հիմա չկա քաղաքական հոսանքների մրցակցություն, դա կներեք դեգեներատները կարող մտածեն, որ կարելի է մենք քաղաքական այս մի քաղաքական ուժ ես եմ, իսկ քաղաքական ուժ ես եմ։ Դա դեգեներատներ են, դա անգրագետ կլանային մտածող, էգոցենտրիկ շրջանակներ են, որոնք չեն հասկանում ընդհանրապես Հայաստանի առաջ վտանգները։ Հիմա կա խնդիր մեծ համախմբման, որպեսզի կարողանանք կանխենք այս վտանգը, դա մեծ վտանգ է իրանից ներկայացնում։ Ցավոք սրտի հայտարարությունների մակարդակից այն կողմ չի գնում։ Ես դրա համար եմ ասում, ոչ ընտրություններից առաջ, ոչ նախորդ ընտրությունների, ոչ հիմա հայտարարությունները գիտեք ինչին է նման։ Ոնց եմ ասում, պատկերացրեք մի հատ բարեկամություն ունեք, մոտավորապես 20-25 հոգյանց բարեկամություն ունեք, որոնք իրար չեն շփվում։ Բայց իրանք կարող են շփվել տարին կամ 2 տարին մեկ, երբ որ մեկը մեռնի։ Մեկը մեռնում է, գալիս են քելեխին, իրար ճանաչում են, ցավակցում են, նորից գնում են իրաց գործերով, էլի չեն շփվում։ Հաջորդ 2 տարին մի հատ ուրիշ մարդ է մեռնում, գալիս են կամ մեկը ինչ-որ ծնունդ է տալիս, գալիս են, այսինքն էս է մեր քաղաքական դաշտը։ Մեր քաղաքական դաշտը իրանից ներկայացնում է ասենց հերու բարեկամների մի հատ համակարգ, որտեղ բոլորը բոլորին խանդում են, բոլորը բոլորին չեն սիրում, բոլորը բոլորին, չգիտեմ, ինչ են անում, բայց ձևականորեն երբ որ մեկին կպտում են, սա հայտարարություն անում, բայց այդ հայտարարությունը իրանց համար է։ Որտեղ նեղմիտ են տգետ են, թե իրականում այդ հարազատների օրինակը վերեցիք, երբ որ իրենց ասում են կոնկրետ այս երեխեքի հարցն է, պետք է այս երեխեքին տանեն, չգիտեմ, սպանեն, ինչ, այսինքն չկա այդ դիտակցումը, որ մենք են Ալիևը նոր հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի եւ երբ եւ ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց հայրենի հող, ասել է Ալիևը, նա բողոքել է, որ հայ հասարակության մեջ մնում է խորը ատելություն թուրք ժողովուրդների նկատմամբ, տեսեք, ինքը ինչ է անում եւ ինչ է հայտարարում, այսինքն այնպես չի, որ Նիկոլովտի հանգիստ նստածն է, արևմուտքն էլ ծափտա, մենք էլ sense ասենք դե ոչինչ, բռնապետություն է, հաց ունենք, կարևոր է հաց ուտենք, այդ հացը չի լինելու։ Այս մարդը ասում է, ես բերելու եմ այդ 300,000 ադրբեջանցի բերելու եմ, 300,000 ես շպրտելու եմ ատաներից լավագույն դեպքում։ Դե դրանից հետո կորոշի մորթել սպանել ինչ։ Անժելա ջան, ես քեզ մի բան ասեմ, տեսեք, ես մի բան ասեմ, պատկերացնենք, էլի, եթե քո ժողովուրդը չունենա
լուրջ մակարդակի վերնախավ, այս վերնախավ ունենա, այս տնաբույց գաբառական, անգրագետ վերնախավ, որոնք ոչ միայն գիրք չեն կարդացել, իրանք արհամարում են նաև գիրք կարդացողներին։ Այդ մարդիկ անգրագետ են։ Անգրագետ մարդուց ոնց կարելի է քաղաքական վերնախավ ընկալել։ Այդ մարդիկ անգրագետ են։ Բայց ժողովրդի մի շերտ է կար, փորձում ես բացատրել, ասում ես գոնե ի վիճակի ես 3 րոպեից լսելու, ասում եմ չէ, ես կողմնորոշել եմ ու ես քեզնից խելոք եմ, ես ամեն ինչ գիտեմ, ես գնալու եմ անեմ, բա դու այդ շերտն էլ ունես ու շատ են։ Մի բան արեք, հա, այս ժողովուրդը, որի պես ես իմ ժողովուրդ ունեք, իրանք էլ ժողովուրդը մի կողմ թողնի։ Եթե պատերազմից հետո գնացել է, ընտրել է, եթե Արցախ կորցնելուց հետո ընտրել է, եթե օկուպացված տարածքներից հետո ճիշտ են ասում, կա 100 մարդ, որ ընտրել է, գոնե մի ասեք էլի ժողովուրդը սենց կամ ժողովուրդը։ Ես քեզ մի բան ասեմ, էլի, Չի ընտրել պատերազմից հետո։ Չի ընտրել պատերազմից հետո։ Հիմա դուք անընդհատելի ինձ բերում եք հին հարցադրումներ տալիս եք, արդեն այդ հարցադրումները մաշված հարցադրումներ են։ Կամ պետք է որոշում կայացնենք մի րոպե, կամ պետք է մենք որոշում կայացնենք, որ վերնախավն է մեղավոր, կամ պետք է ժողովուրդն, եթե ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն է մեղավոր։ Ուրեմն մենք ապրիորի դնում ենք, որ քանի որ ժողովուրդը մեղավոր է, ժողովուրդը պետք է վերանա։ Ես դրա համար եմ ասում, իմ պատկերացմամբ ժամանակակից աշխարհում։ Չէ, իհարկե վերնախավն էլ է մեղավոր։ Նայեք, իմ պատկերացմամբ ժամանակակից աշխարհում, դա իմ պատկերացումը չի մենակ։ Ժողովրդին ձևավորում է սեփական վերնախավը։ Եթե ժողովրդին սեփական վերնախավը չի կարողացել նորմալ ձև, ուրեմն մեղավորը վերնախավն է։ Այսինքն ապրիորի միշտ մեղավոր է վերնախավը եւ ապրիորի երբևիցե ժողովուրդը մեղավոր չի։ Եթե դուք ընդունում եք, որ ժողովուրդն է մեղավոր, իսկ ժողովուրդը դա գլխավոր աղբյուրն է իշխանության։ Դա նշանակում է դուք ասում եք, որ Հայաստանը ապագա չի կարող ունենա։ Այդ է խնդիրը։ Այսինքն մենք ես դրա համար քեզ առաջարկում եմ հետեւյալ փոխի ուստանովկան մտածողությամբ, որտեղ եթե դու մտածես, որ ժողովուրդը մեղավոր է պուպուշ վերնախավի պայմաններում, Դու ասես որ վերնախավը մեղավոր չի, վերնախավն այդպեսի է, Ո՞նց եմ ասում, ժողովրդին ձևավորում է վերնախավը։ Ինչպես որ ձևավորում է, տենց էլ ժողովուրդը լինում է։ Չկա խելոք կամ անխել ժողովուրդ, կա խելոք կամ անխել վերնախավ, որը ձևավորում է համապատասխան ժողովուրդ։ Եվ դու պահանջը կարաս ունենաս վերնախավից ոչ թե ժողովրդից։ Եթե դուք ասում եք ժողովուրդը սենց է, ուրեմն ապագա չկա, հիմա նույնը դուք էլ հիմա հիմնավորում եք, որ չէ, սպասեք, դուք հիմա հիմնավորում եք, որ ամեն ինչ վերնախավից է կախված, դե հիմա վերնախավն էլ ձեր ասելով սպառել է, չգիտի ինչ անի, հետեւաբար էլի մեռնելու ճանապարհը։ Չէ, ես դրա համար եմ ասում, ասում հետեւյալը, եթե հիմա այս պայմաններում վերնախավի մեջ գեներացիա չունի կամ նոր վերնախավային գեներացիա չառաջանա։ Դուք սպառել է իրեն։ Այս վերնախավը այս ձևով սպառել է, բայց ամենընդհատ սպառում է, չէ՞, դուք տեսեք, մենք 90-ականին մեկ այլ վերնախավ ենք ունեցել, 2000-ականին այլ վերնախավ, հետո անընդհատ վերնախավերը փոխվում են, չէ՞։ Հիմա նոր վերնախավ է եկել, այսինքն ամեն մի ընտրությունից հետո նոր վերնախավ է, չէ՞ գալիս։ Բայց այդ վերնախավը ինքը սպասում չի առաջացնում, չէ՞։ Բոլորս էլ հասկանում ենք, դուք էլ եք հասկանում, ես էլ եմ հասկանում, որ այդ վերնախավից սպասում չկա։ Հիմա ես ասում եմ հետեւյալը, որ եթե մենք կար ժամանակահատվածում չկանանք ունենանք նոր վերնախավ, Հայաստանը արդարացիոն դառնալու է Արևմտյան Ադրբեջան։ Շատ բնության օրենքները ամենը ճիշտ բանը դա է լինելու։ Ես ուղղակի ասում եմ, որ դուք իմանաք, բայց հիմա հաշվանդելով այն հանգամանքը, որ հիմա ավելի վտանգավոր բաներ կան, որ այս բռնաճնշումները կարող համատարած բոլորին տանեն բան, դա կարա բոլորին կոնսոլիդացնի, որտեվ կներեք նույնիսկ անասունների շարքում, անասունները, երբ որ ասենք այրոցը գալիս է ձիերի եւ երնիկների ման, բոլորը կոնսոլիդացման փախնում են, չէ՞։ Բոլորը տեսնում են այրոցը բոլորին վտանգ է ներկայացնում։ Հիմա գոնե նատուրալիստական իմաստով մարդիկ այդ վախի բնազդը պետք է ունենան եւ այդ վախի բնազդը պետք է բոլորին կոնսոլիդացնի, որպեսզի կարողանա ստեղծվի համակարգեր, որը կարողանա կանխի այս մամլիչը բռնատիրական, որը գնա առաջ։ Իրանք կարող է չհասկանան, թե ինչ պետք է անեն, ինչ պետք է օրակարգ սարքեն, դա անհույս է տենց, բայց իրանք գիտեն, որ եթե վաղը մյուս օրը սենց գնա, իրանց էլ են տանելու բան։ Այդ վախը իրանց պետք է օգտագործել, որ այդ մարդկանց ասել եկեք կոնսոլիդացվեք, որտեղ վաղը դուք հայտնվելու եք բանտում։ Սա ամենակարևոր հարցը։ Շնորհակալություն։